ԱՄՆ նախագահը առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է Ամերիկայի ազատագրման օր եւ հայտարարել, որ Միացյալ Նահանգները ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր։ Աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող պետության հետ բոլորն են ուզում գործ բռնել։ Այսպիսով Թրամփը կարծում է, թե բարեկամներին, թե հակառակորդներին կարող է ստիպել զիջումների գնալ։ Մինչև 50% մաքսատուրք ճնշում ներդրողների վրա, թե խթան, որպեսզի ամերիկացիները սկսեն տեղական արտադրությամբ զբաղվել։ Քանի որ ԱՄՆ-ն ձեռնարկել է ազատ առևտուրը աշխարհով, ներմուծումը շատ է աճել վերջին տասնամյակների ընթացքում։ Եվ եթե այդ տուրքերը ոչնչացնեն ներմուծմանը, ապա տեղական արտադրողները կդառնան ավելի մրցունակ։ Բայց կկարողանա Ամերիկան ծածկել պահանջարկը արտադրել ամեն ինչ, տնտեսագետը համոզված չէ։ Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները։ Թրամփը համոզված է, թե կհաջողի։ Այսօր ազատագրման օրն է, սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր եւ հարուստ։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի։ Տնտեսագետները հաշվարկում են, ինչ կա Թրամփի մտքին։ Նա համենայն դեպս ուղիղ է ձևակերպել, թե պատրաստ է բանակցությունների, եւ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նրա մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար турքերը եւ դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնի կամ հանդգնի վիճաբանել Թրամփի հետ։ Այնուամենայնիվ տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը այսօրվա 3-ից 4%-ից կաճի մինչև 10-ից 15%։ Սկսել է շատ ռիսկային խաղ։ Եթե հաջողեց, կարող է ԱՄՆ-ին այն տալ, ինչ ուզում է, տնտեսական եւ արդյունաբերական ցիկլը ավարտվել է մեկը եւ սկսվում է նորը։ ԱՄՆ-ն ձեռք բերի դոմինանտությունը, ավելի մեծ է իհարկե հավանականությունը, որ չի հաջողի։ Ապրիլի 5-ից արդեն Թրամփի էմոցիոնալ հայտարարությունը օրենքի ուժ կստանա։ Հայաստանի համար սահմանված մաքսատուրքը 10% է։ Այստեղ տնտեսագետի դիտարկմամբ մեծ չեն լինի հարվածները մեր արտադրողներին։ Մեր արտադրանքի հիմնական շուկան Ամերիկան չէ։ Տիգրան Նույկուրղինյան, ժամը լրատվական։